Կենդանակերպի այս նշանները շուտով հատուկ նվեր կստանան տիեզերքից։ Կենդանակերպի որոշ նշաններ շատ շուտով ճակատագրի կողմից անսպասելի նվեր կստանան։ Սա կարող է նշան լինել, որը կհանգեցնի կարևոր որոշման, ճակատագրական իրադարձության կամ բախտորոշ զուգադիպության։ Երգորիակներ։ Շատ շուտով ձեզ սպասվում է անսպասելի հանդիպում կամ կարևոր նորություն, որը կփոխի ձեր պլանները։ Դա կարող է լինել ձեր կարիերայի նոր փուլի հնարավորություն կամ առաջարկ, որից չեք կարող հրաժարվել։ Պատրաստ եղեք փոփոխություններին, նույնիսկ եթե դա անսպասելի է թվում։ Այս անակնկալը ձեզ կբերի նոր հեռանկարներ և ծանոթ բաների թարմ հայացք։ Արյուծ։ Մոտ ապագայում տիեզերքը ձեզ հաճելի նշան կներկայացնի կապված ֆինանսների կամ անձնական կյանքի հետ։ Հնարավոր է, որ դուք կունենաք ֆինանսական հաջողություն, շահավետ առաջարկ կամ անսպասելի բոնուս։ Հարաբերություններում հնարավոր են նաև հաճելի անակնկալներ, գուցե ինչ-որ մեկը ձեզ խոստովանություն անի, որը կփոխի ձեր կյանքը։ Հիմնական բանը չվախենալն է և ընդունել ճակատագրի նվերները և դրանք լիարժեք օգտագործել։ Ձկներ։ Ձեր անակնկալը կապված կլինի այն ցանկության կատարման հետ, որի մասին վաղուց երազել եք։ Սա կարող է լինել կարևոր նորություն կապված ճանապարհորդության, անձնական ձեռքբերումների կամ անսպասելի ծանոթության հետ։ Կարող է թվալ, թե բախտը պատահական է եկել, բայց իրականում տիեզերքը տալիս է միայն այն, ինչին իսկապես արժանի եք։ Վստահեք կյանքի հոսքին, այն ձեզ տանում է այնտեղ, որտեղ դուք իսկապես լավ եք զգում ձեզ։ Դե ինչ, եկեք շնորհավորենք կենդանակերպի այս 3 նշաններին և շարժվելով առաջ, եկեք միասին բացահայտենք, թե ինչ է պատմում ձեր ծննդյան ամիսը ձեր անձի և ձեր կյանքի մասին։ Մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ ծննդյան ամիսն ուղղակիորեն կապված է ձեր առողջության և անձի հետ։ Դուք կարող եք շատ բան պատմել ձեր կամ մեկ այլ մարդու անհատականության մասին, միայն իմանալով նրա ծննդյան ամիսը։ Ըստ ստանդարտ նումերոլոգիայի, ձեր ծննդյան ամիսը կարող է շատ բան բացահայտել ձեր աշխատանքի, ձեր անձի, անձնական կյանքի, առողջության և ձեր կյանքի այլ ասպեկտների մասին։ Օրինակ, ընդամենը մեկ ուսումնասիրության ընթացքում փորձագետները վերլուծել են ավելի քան 1.7 միլիոն քաղաքացիների տվյալներ, ովքեր բուժվել են 1985-ից 2013 թվականներին Նյու Յորք Պրեսբիթերիան հիվանդանոցում։ Նրանք կապ են գտել յուրաքանչյուր հիվանդի ծննդյան ամսվա, նրա առողջական բնութագրերի և այլ որակների հետ։ Այս տվյալների մեջ տվյալները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օրինակ ծնվել են օգոստոսին ամռանը, ավելի մեծ հավանականություն կա, որ կդառնան ասթմատիկ, քան նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձը տարվա սկզբին։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ ձեր և ձեր գծերի մասին, գտեք ձեր ծննդյան ամիսը և իմացեք, թե ինչ նշանակություն ունի այն ձեր կյանքում, իսկ ես այն սիրով կներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Դե ինչ, սկսեցինք։ Հունվար։ Բնավորության գծեր՝ մտածկոտ, խուսափող, հավակնոտ, նպատակասլաց, ուշադիր, բարի, համառ։ Հունվարին ծնված մարդիկ ծնվել են առաջնորդ լինելու համար։ Նրանք չափազանց մոտիվացված են և հավակնոտ։ Նրանք աշխատասեր են և արդյունավետ, զգայուն, բայց զուսպ, լավ են լեզու գտնում երեխաների հետ և շատ խանդոտ են։ Նրանք անկախ են իրենց կյանքի բոլոր բնագավառներում։ Փետրվար։ Բնավորության գծեր՝ խելացի, իրատես, գրավիչ, վառ խառնվածքով, համեստ, ամաչկոտ, անկեղծ, հավատարիմ։ Փետրվարին ծնվածների համար հարաբերությունները չափազանց կարևոր են։ Նրանք երազում են գտնել իրենց երկրորդ կեսին և ամբողջ կյանքը միասին անցկացնել։ Նրանք շատ զգայուն և բարի մարդիկ են։ Խելացի, խորամանկ, փոփոխական խառնվածքով, լուռ, ամաչկոտ, համեստ, ազնիվ և հավատարիմ։ Նրանք սիրում են ազատություն և կարող են լինել շատ չարաճճի, ռիսկային, հավակնոտ, համառ, ռոմանտիկ և երբեմն սիրում են զվարճանալ։ Մարտ։ Անհատականության գծերը՝ գրավիչ, զգայուն, զուսպ, ամաչկոտ, ազնիվ, հասկացող, առատաձեռն։ Ինչ վերաբերում է հաջողությանը, ապա մարտին ծնվածները ամենահաջողակներից են։ Տիեզերքը նրանց այնպիսի բարենպաստ հանգամանքներ մատուցելու միջոցներ ունի, որ նրանք կարող են արագ մեծ գումարներ վաստակել, բայց ավելի արագ էլ ծախսում են։ Բացի այդ, նրանք հակված են արատների և կախվածությունների, իսկ երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին, հաճախ հենց իրենք են մեղավոր, որ հարաբերություններն ավարտվում են։ Մարտին ծնվածները երազողներ են, նրանք հակված են մոլորվելու իրենց երևակայության մեջ։ Ապրիլ։ Անհատականության գծերը՝ ակտիվ, եռանդուն, դինամիկ, զգացմունքային, վճռական։ Ինչպես հունվարին ծնվածներին, ապրիլին ծնվածներին նույնպես վիճակված է առաջնորդ դառնալ։ Նրանք շատ խարիզմատիկ են և չափազանց հավակնոտ։
Մայիս անձնական հատկանիշներ՝ գեղեցիկ, աշխատասեր, հասկացող, ավանդական, նպատակասլաց, բարեսիրտ, կամային։ Մայիսին ծնվածները շատ կրեատիվ են և ինքնաարտահայտվող, համառ, ինտուիտիվ, ստեղծագործ, երազող։ Նրանք սիրում են արվեստը, հաճախ նրանք տաղանդավոր գրողներ, արվեստագետներ են դառնում։ Հունիս բնավորության գծերը՝ շատախոս, հումորային, քաղաքավարի, զգայուն, վառ խառնվածքով, երասկոտ, բարի, անվճռական։ Հունիսին ծնված մարդիկ ֆանտաստիկ սիրեկաններ են։ Նրանք շատ ռոմանտիկ են, քնքուշ և կրքոտ։ Այնուամենայնիվ, նրանք կարող են հեշտությամբ խանդել և հակված են կենտրոնանալ անցյալի վրա՝ ներկա պահին ապրելու փոխարեն։ Հուլիս բնավորության գծերը՝ զուսպ, կամային, անկեղծ, հանգիստ, սրամիտ, բարի, քնքուշ, կենսուրախ։ Հուլիսին ծնված մարդիկ շատ քնքուշ են և բարի։ Նրանք նաև շատ անկեղծ են և ազնիվ, ինչը նրանց հիանալի ընկերներ է դարձնում։ Նրանք շատ խելացի են և զգացմունքային, ինչը նրանց ստիպում է հակված լինել դեպրեսիաների։ Օգոստոս բնավորության գծերը՝ ռոմանտիկ, ընկերասեր, կենսուրախ, առատաձեռն, զգայուն, համարձակ, անվախ, եսասեր։ Օգոստոսին ծնված մարդիկ խորապես հոգ են տանում իրենց մտերիմների մասին։ Նրանք ամեն ինչից վեր գնահատում են սերը, հարաբերություններն ու ամուսնությունը։ Նրանք շատ լավատես և լի են էնտուզիազմով, ինչը ոգեշնչում և ստիպում է բոլորին լավ զգալ նրանց շրջապատում։ Սեպտեմբեր բնավորության գծերը՝ հանգիստ, լրակյաց, համառ, հասկացող, ընկերասեր, զգույշ, անզուսպ։ Սեպտեմբերին ծնված մարդիկ ցանկանում են, որ իրենց կյանքում ամեն ինչ կազմակերպված լինի։ Նրանք արհամարհում են քաոսը և գնահատում կայունությունն ու հարմարավետությունը։ Սրանք շատ էմոցիոնալ և հոգեպես խելացի մարդիկ են, ուժեղ ինտուիցիայով։ Այնուամենայնիվ, նրանք հակված են ընկճվելու, եթե ամեն ինչ իրենց պլանի համաձայն չընթանա։ Նրանք պետք է սովորեն չափազանց խիստ չլինել իրենց նկատմամբ։ Հոկտեմբեր բնավորության գծերը՝ արդար, հավատարիմ, հաստատակամ, վճռական, զգացմունքային, անկեղծ։ Այս մարդիկ ամենահաջողակներից են։ Նրանք միշտ ստանում են այն, ինչ ուզում են։ Ձեզ մնում է միայն ցանկանալ ինչ-որ բան և դա տեղի կունենա։ Նրանք վրեժխնդիր բնույթ ունեն և եթե կարողանան լրացնել իրենց ներքին դևերին և վիճաբանության հակումները, կարող են դառնալ շատ հաջողակ և հասնել այն ամենին, ինչ ուզում են։ Նոյեմբեր անհատականության գծերը՝ ինտուիտիվ, էքստրասենս, ռոմանտիկ, աշխատասեր, կարեկցող, զգայուն, դինամիկ։ Նոյեմբերին ծնված մարդիկ միշտ դրական են տրամադրված և պատրաստ են քրտնաջան աշխատել իրենց երազանքներին հասնելու համար։ Նրանք վճռական են հասնելու ապահով և երջանիկ ապագայի։ Դեկտեմբեր անհատականության գծեր՝ հայրենասեր, առատաձեռն, ազնիվ, գրավիչ, վստահելի, ինտերակտիվ։ Դեկտեմբերին ծնվածներն ընկերության հոգին են։ Նրանք ունեն շատ զբաղված սոցիալական գրաֆիկ և միշտ ընկերների և ընտանիքի շրջապատում են։ Երբեմն նրանք հակված են անտեսել իրենց պարտականությունները և կենտրոնանալ միայն զվարճանքի վրա։ Շատ բախտավոր են և սերն ու հարստությունը միշտ ճանապարհ են գտնում դեպի նրանց։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։